Սիրելիներ, այս հաջորդ ամիսների մեջ մենք միասին հետաքրքիր մի ճամփորդության մեջ կլինենք, ուսումնասիրելու նոր գտակարանից հավանաբար ամենահայտնի գլուխներից Լեռան քարոզին պիտի անդրադառնանք, որը շատերի կարծիքով մարդկային քաղաքակրթության պատմության Հիսուսի խոսքերը շարունակ կրկնվել և մեծարվել են եկեղեցում, մեջբերվել են անգամ անհավատների կողմից, նաև այսօր, նույնիսկ երբ անգամ չեն էլ կարդացել, բայց օրինակ այդ քարոզներից մեկը մի դատիր, որ չդատվես։ Սիրելիներ, Մատթեոս ավետարանիչը հատկացրել է 3 գլուխ, անդրադառնալով հարցերի, որոնք անչափ կարևոր են։ Ավետարանիչը ներկայացնելով Հիսուսի քարոզները պահում է մեզ այն հոգու մեջ, թե ինչ է ասում Տերը, ով ենք մենք և ինչպիսին պիտի լինենք։ Լեռան քարոզը Հիսուսի ուսմունքի կիզակետն է իր կյանքի և ծառայության ընթացքում։ Հիսուս եկավ մարդկանց պատմելու ճշմարտությունը Աստծո և նրա թագավորության մասին։ Նա ոչ միայն այս ճշմարտությունը ասեց, այլ մարմնավորեց ճշմարտությունը, քարոզը, որ տալիս էր, հասանելի դարձնելով իր աշակերտների և բոլոր նրանց համար, ովքեր կհետևեն իրեն։ Նրա ցանկությունն է, որ մարդը հեռանա աշխարհի և կեղծ կրոնների ճանապարհներից, ժամանակվա կամ ժամանակների թելադրվող արժեհամակարգից և ապրելակերպից ու հետևեն ճշմարիտ Աստծուն, պահելով նրա խոսքը, առնելով նրանից նրա խոստումները։ Այն այսօր էլ շատ արդիական է։ Մենք դեռ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ատելությունը, գոռոզությունը, այլասերվածությունը, վրեժխնդրությունը, վախը, բռնությունը, պատերազմները նորմա են աշխարհի համար։ Չենք զարմանում։ Լեռան քարոզը մեզ զգուշացնում է կեղծ կրոնասիրության մասին կամ կեղծ կրոնի մասին, որը նաև սկսած դեռ առաջին Ադամից սողոսկում է եկեղեցին։ Աստվածաբանությունը այսօր, որ տարածում է գտնում ավելի ու ավելի, նոր բաներ չեն, ուղղակի ավելի ժամանակակից, հնարավոր է շեղված, ազդված ժամանակվա փիլիսոփայություններից, քամիներից, մոդայիկ դառնալով։ Այս քարոզը, որ 3 գլուխներ է հատկացված, բավականին
ուսանելի է, շատ կարևոր։ Պիտի խնդրեմ, որ երբ գնաք տուն, անպայման անդրադառնաք Մատթեոս ավետարան 5-րդ գլխից սկսած մինչև 7-րդ գլուխ վերջին համարները։ Տերը թող օրհնի ձեզ և տա այն վստահությունը ու նաև այն մխիթարությունը, որ դուք լինելով մասը այն մնացորդի, սպասում եք Տիրոջ մխիթարությանը։ Այսօր ընդհանուր պետք է ուղղակի հպանցիկ հիմքը դնեմ, հաջորդ ավելի շաբաթների մեջ Տերը կամենա, մենք միասին Պատվելի Արկադիի հետ պիտի փորձենք ձեզ հետ բաժնեկցել, թե ինչ ասես Տերը, թե որքան է դա այսօր մեր կյանքում առկա, ինչ պիտի փոխենք մեր կյանքում, ինչպես պիտի ապրենք Աստծուն հաճելի կյանքով։ 5-րդ գլուխ առաջին համարները, լսենք Աստծո խոսքը։ Հիսուսը ժողովրդի բազմությունը տեսնելով բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան, և նա բերանը բացելով ուսուցանում էր նրանց ու ասում. Երանի, տեսնելով բազմությունը, որ հետևում էին Հիսուսին, Հիսուս բարձրացավ լեռը և երբ նստեց, շատ հետաքրքիր է, հրեա ռաբինները շրջում էին սովորեցնելով իրենց աշակերտներին, բայց երբ նստում էին, նշանակում է, որ հիմա պետք է ասենք գլխավորը, անչափ կարևորը, որ պետք է հիշեն աշակերտները։ Ասում է բացեց բերանը, սա երկակի նշանակություն ունի։ Հիսուս բաց է անում իր սիրտը և իր մտքերը նրանց, ովքեր կդառնան հետևորդները իր առաքելության։ 5 կտակարանի վերջին գրքի մարգարեության վերջին խոսքը, եթե կարդաք, զգուշացնում է հնարավոր անեծքի գալու մասին։ Նոր կտակարանը սկսվում է օրհնության խոստումներով, երանելիներով։ 5 կտակարանը Ադամի տխուր պատմությունն և ավարտվում է անեծքով։ Նոր կտակարանը նոր Ադամի և նոր ուխտով, նոր օրհնություններով։ Առաջին Ադամը հանցանք գործեց և վտարվեց դրախտից։ Վերջին Ադամը, այսինքն Հիսուս, հանցագործին խաչի վրա ասեց. այսօր դու ինձ հետ կլինես դրախտում։ Առաջին Ադամի ծննդաբանությունը ավարտվեց անեծքով, վերջին Ադամի խոստումով այլևս չի լինի անեծք։ Հայտնության 22:3 կարող եք կարդալ։ Մատթեոս ավետարանը սկսում է նոր թագավորի գալու լուրով և նա այս նոր թագավորը տոնում է հաղթանակ փորձությունների վրա, անապատի մեջ և հիմա հաղթանակից հետո պիտի լսեք նրա հռչակագիրը և նա իր շուրթերը բացեց
եւ ասած օրհնության խոսքեր եւ ոչ անեցքի նրանց համար ովքեր կընդունեն իրեն եւ կհետևեն իրեն Երանի ոմանք մեկնաբանում են որպես երջանկություն Երանին նշանակում է երջանկություն բայց մարդկային երջանկությունը հաճախ կախված է արտաքին ազդակներից, ազդեցություններից մի բան, որը անցողիկ է, զգացողություն, որը դուք ունենում եք և որը հաջորդ պահին կարող է անհետանալ։ Մարդը կարող է ուրախություն գտնել տարբեր բաների մեջ և իրեն զգալ երջանիկ, բայց կարող է նաև կորցնել հիվանդության, ծրագրերի և հույսերի փլուզման պատճառով։ Հունարենում այս բառը մարգարիոս հաճախ օգտագործվում է ներքին ուրախությունը, բավարարվածությունը նկարագրելու համար, որը չի ազդվում կյանքի փոփոխություններից։ Երանի նշանակում է լինել Աստծո կողմից օրհնված։ Դա վիճակ է։ Կարծես հովանոց, որի տակ դուք ապրում եք։ Օրհնություն, որը գալիս է Աստծուց, կախված չէ որևէ իրավիճակից։ Երբ Աստված օրհնում է մեզ, մենք ունենում ենք Աստծո հավանությունը։ Աստծո կողմից օրհնված լինելը սիրելիներ ավելի է, քան պարզապես երջանիկ զգալը։ Այն պետք է մեզ վստահություն տա օրվա խնդիրներին դիմակայելու, որում մենք միայնակ չենք։ Նույնիսկ երբ բոլորը երես են թեքում մեզանից, Աստված երբեք չի լքում իր կողմից օրհնվածներին։ Դուք օրհնված եք, ասում է Հիսուսն իր աշակերտներին, 9 անգամ այս խոսքերը կրկնվում են։ Ամեն անգամ նայելով դրան տարբեր կողմերից, կարծես մի ադամանդ, որ պտտեցնելով փայլերն ես տեսնում, դրսևորումները, գույները, քրիստոնեական երանությունը բարեպաշտ հույսեր չեն այն բանի, թե ինչ է լինելու հեռավոր ապագայում։ Քրիստոնյաներն արդեն դա ունեն։ Դա այն բանը չէ, որի մեջ դեռ կմտնի։ Դա այն է, որի մեջ նա արդեն գտնվում է։ Ճիշտ է, երանությունը կգտնի իր լիությունը, ամբողջականությունը Աստծո ներկայության մեջ, երբ Տերը գա, բայց այնուամենայնիվ դա իրական է, այն կարելի է համտեսել այստեղ և հիմա։ Երանությունների մեծությունն այն է, որ դրանք ապագա գեղեցկության մելամաղձոտ տեսիլքներ չեն, դա իրական է։ Դա կարող ես ապրել այստեղ նաև։ Այս երանությունների լույսի ներքո անհնար է պատկերացնել, որ քրիստոնյայի կյանքը կլինի մռայլ և տխուր, թեպետ ես տեսնում եմ, երբեմն հանդիպում են այդպիսի քրիստոնյաներ։ Այս մարդիկ ուղղակի կամ լավ չեն ճանաչում Տիրոջը, կամ
չեն կարողանում հավատալ այն օրհնություններին, որ արդեն ունեն։ Երանելին չի ենթարկվում որևէ արտաքին ազդեցության։ Քո ուրախությունը, երանությունը, ասաց Հիսուս, ոչ որ չի խլի քեզանից։ Հովհաննես 16:22 Երանությունը ուրախություն է, որը փայլում է արցունքների միջից էլ։ Եվ ոչ կյանքը, ոչ մահը չեն կարող այն խլել մեզանից։ Երանությունը Աստծո և Քրիստոսի բնավորության յուրիցն է։ Օրհնված է Աստված։ Այն կարող է ճաշակել նաև նրանք, ովքեր հաղորդակից են Հոր հետ Քրիստոսի միջոցով։ Մենք հաղորդակից ենք Աստվածային էությանը, երբ վերստին ծնունդ ապրելով Աստծո հոգին գալիս է մեր մեջ։ Հետևաբար կարող ենք ճանաչել միևնույն օրհնությունը, ուրախությունն ու նրա խաղաղությունը։ Լեռան քարոզը լավ հասկանալու համար սիրելիներ եւ հետագա քարոզների շարքը հարկավոր է իմանալ ենթահողը, ուր ասվեց, ինչ ժամանակներ են, ինչ կար եւ որքանով ենք մենք այսօր նմանատիպ ժամանակների մեջ։ Եթե նայենք կրոնաքաղաքական կոնտեքստը, ուր արտաբերվեց քարոզը, հրեաները փնտրում էին քաղաքական թագավոր։ Տերը հրաժարվեց լինել այդպիսին ասելով. Իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Նրան մտահոգում է ոչ թե արտաքին դրսևորումները, այլ մարդու ներքին փոփոխությունը, վերստին ծնունդը։ Փարիսեցիները, որ ազդու կրոնականներ են, երանությունը, օրհնված լինելը Աստծուց, կապում են ավանդությունների եւ օրենքը պահելու հետ։ Եթե պահում ես, օրհնված ես։ Սադուկեցիները, որ կային, հավատում էին, որ երանությունը մոդեռնիզմի մեջ է։ Այսինքն, հարկավոր է ժամանակակից կրոն։ Էսենները, որ անապատականներ են, ասում են երանությունը աշխարհից զատվելու մեջ է, որովհետև աշխարհի մեջ մեղք կա։ Զիլոտներ կոչվածները պնդում են, որ երանությունը Աստծուց օրհնված լինելը քաղաքական հեղաշրջման մեջ է։ Փարիսեցիք ճիշտ էին, որ ճշմարիտ կրոնը պետք է հիմնված լինի անցյալի վրա։ Սադուկեցիները ճիշտ էին, որ ճշմարիտ կրոնը պետք է գործի ոչ միայն անցյալում, այլ նաև ներկայում։ Էսենները ճիշտ էին, որ պետք է մեղքից զատված լինել։ Զիլոտները ճիշտ էին, որ հարկավոր է փոփոխություն։ Այսպիսով, փարիսեցիք ասում են ետ գնանք անցյալ, սադուկեցիները ասում են միայն առաջ, էսենները պետք է մեկուսանալ, որ չպարծվենք, զիլոտները ասում են գնանք ճեղքման, քանդելով եւ ավերելով, որպեսզի փոփոխություն բերենք։ Սա ինձ հիշեցնում է մեր ժամանակները։ Կան ոմանք, որ ապրում են միայն անցյալով, ավանդություններով, կան լիբերալներ, ազատականներ,
որոնք փորձում են ստեղծել նոր կրոններ, համընթաց գնալով աշխարհի թելադրած արժե համակարգի հետ։ Կան նաև նրանք, ովքեր համարում են, որ սուրբ կյանք ապրելու համար կարևոր է գտնվելու վայրը, հարկավոր է մեկուսանալ, մերժելով և հեռու մնալով ամեն ինչից։ Կան նաև մարդիկ, ովքեր կրոնը օգտագործում են որպես միջոց քաղաքական հեղաշրջումներ անելու համար։ Հիսուս դեմ գնաց այս ամենին, փարիսեցիներին ասելով, որ ճշմարիտ կրոնը սահմանափակված չէ արտաքին օրենքները, ծեսերն ու ավանդույթները պահելով, այն պետք է գործի միշտ կյանքեր փոխելով։ Սադուկեցիներին ասեց, կրոնը սահմանափակված չէ մարդկային փիլիսոփայությամբ, հարմարվելով ժամանակի տարատեսակ հոսանքների հետ, անտեսելով ժառանգությունը հոգևոր։ Էսեներին ճշմարիտ կրոնի էությունը որևէ աշխարհագրական տեղում լինելու մեջ չէ։ Դու կարող ես լինել աշխարհում, բայց զատված աշխարհից։ Զելոտներին ճշմարիտ կրոնը սահմանափակված չէ հասարակական ակտիվությամբ կամ քաղաքական հեղաշրջումներով։ Հարկավոր է հեղաշրջում մարդու սրտում, մտքում, արժե համակարգում, որը վերստին ծնունդով կարա լինի։ Տերը ասեց, իմ թագավորությունը պետք է հաստատվի մարդու ներսում։ Մենք պետք է մասնակցենք, սիրելիներ, որպես քաղաքացիներ, հասարակական գործերին և լինենք առանձնացված Աստծո համար միևնույն ժամանակ։ Մենք պետք է լինենք միաժամանակ ժամանակակից և միևնույն ժամանակ հենվենք անցյալի հոգևոր ժառանգությանը, հարուստ ժառանգությանը, որ ունենք։ Սրանք ամենը արտաքին դրսևորումներ են, իսկ Աստված ուզում է ներքին էության փոփոխություն։ Քանի որ երբ փոխվում է մարդու ներսը, փոխվում է և դուրսը մարդու։ Մոտեցումները, վերաբերմունքը, աշխարհայացքը, հարաբերությունները, մի փնտրեք միստիկ ապրումներ, մի վազեք դատարկ իլյուզիաների հետևից, մի ցատկեք, մի ծայրահեղությունից մյուսը, երանությունը, օրհնությունը գալիս է Աստծուց, և սա Աստծո շնորհն է ցրի։ Նա եկել է դրա համար, որպեսզի օրհնի մեզ։ Անհնար է ապրել լեհան քարոզով, եթե չեք ճանաչել և ընդունել Տիրոջը այնպիսին, ինչպիսին է, մեր միակ թագավորը, որպես Տեր և Փրկիչ։ Այսօր ցավոք շատ հավատավոր ժողովուրդներից ազդվում են ու տարվում են տարբեր քամիներից, ուշադրություն չդարձնելով, թե իրենց Տերը ինչ է ասել, ընտրում են նոր տերեր և հլու հնազանդ, անկախ են բանից, թե Տերն ասել է մի անիծեք, իրենք անիծեն, որովհետև իրանց առաջնորդները դա են ասում։ Այսօր եկեղեցի
սողոսկել է աշխարհը, աշխարհի գաղափարախոսությունը, ատելությունը, թշնամությունը, անհնար է ապրել դրան քարոզով, եթե չեք ճանաչում եւ չեք ընդունում Տիրոջը։ Այնինչ այստեղ ասում է Հիսուս շատ խորն է, այն փոխել է շատ մարդկանց կյանքեր, շատ ազդու մարդկանց կյանքեր եւ նա շարունակում է կյանքեր փոխել, ինչպիսին քոնն ու իմը, ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը։ Հիսուս իր քարոզի վերջում 7-րդ գլուխ 24 համարի մեջ կարող ենք տեսնել Ադամեն ոգ, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա, ասել է թե Տիրոջ վրա, Տիրոջ խոսքի ու խոստումների վրա։ Ես հավատում եմ, որ մեր եկեղեցին կփոխվի ավելի լավի, երբ ուսումնասիրենք այս ամիսների մեջ լեռան քարոզը։ Եկեք որոշում կայացնենք, որ լինենք այնպիսին, ինչպիսին Աստված է ուզում մեզ տեսնել։ Հիշելով այն մասին, որ ճանաչելով Հիսուս Քրիստոսին, մենք ունենք հնարավորություն տեսնելու այս ճշմարտությունները, որ կատարվում են մեր կյանքում իր փառքի համար եւ մեր երանության օրհնված լինելու համար։ Տերը օրհնի ձեզ։